Արմլուրին հասած տեղեկությունների համաձայն հանկարծամահ է եղել փոքրիկ Տիգրանի հայրը, այն փոքրիկի, որին ամբողջ երկիրը փնտրում էր մայիս ամսին։ Տիգրանի պատմությունը ցնցել էր ոչ միայն Մարմարիկ գյուղի բնակիչներին, այլև ողջ Հայաստանը։ Երկարատև որոնումներից հետո ցավոք հայտնաբերվեց փոքրիկի մարմինը և այդ օրվանից ընտանիքը կորցրեց իր լույսը, իր շունչը, իր հավատը կյանքի նկատմամբ։ Ասում են Տիգրանի հայրը երբեք չկարողացավ համակերպվել կորստի հետ։ Մարդիկ հիշում են, նա օրեր շարունակ նստում էր գետի ափին, որտեղ վերջին անգամ տեսել էին իր որդուն։ Լուռ էր, խոսք չէր ասում, միայն նայում էր հոսող ջրին։ Հարևանները պատմում են, որ ամեն երեկո նա ձեռքին վերցնում էր Տիգրանի խաղալիք մեքենան ու ասում. «Տիգրանիս հետ պիտի գնամ խաղալու»։ Ինչպես արդեն նշեցինք, Արմլուրին հայտնի է դարձել, որ տղամարդը հանկարծամահ է եղել, բժիշկներն արձանագրել են մահը, որը վրա է հասել միանգամից։ Մարմարիկում ոչ ոք չէր հավատում, որ նույն ընտանիքը կարող էր երկրորդ անգամ այսքան ծանր կորուստ ունենալ։ Գյուղի տները մթնել էին, բոլորն էին լռել։ Գյուղացիները, որոնք առաջին անգամ Տիգրանի կորուստն էին ապրել միասին, այժմ կրկին միավորվել էին վերջին հրաժեշտը տալու Տիգրանի հորը։ Այս պատմությունը խորը սպի է թողում բոլորի սրտում, այն հիշեցնում է, որքան փխրուն է կյանքը և որքան ուժեղ կարող է լինել ծնողական սերը։ Տիգրանի հայրը չդիմացավ իր որդու բացակայությանը, նա գնաց գտնելու նրան այն աշխարհում, որտեղ ոչ ոք չի բաժանում հորն ու որդուն։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Մարմարիկ գյուղից ահագին հեռավորության վրա գտել են փոքրիկին։ Մայիսի 4-ին առավոտյան ժամը 10-ից 11-ն ընկած հատվածում Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։ Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Փրկարարները գրեթե 20 օր փնտրում էին նրան։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում էր. «Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին»։ Նշենք, որ տարածությունը, որտեղ գտել են փոքրիկին, հեռու է նրանից, որտեղից նա անհետացել էր մայիսի 4-ին։ Տեղական համայնքում Տիգրանի անհետացման առաջին իսկ օրից մարդիկ շոկի մեջ էին։ Մարմարիկ գյուղում և հարակից տարածքներում բնակիչներն իրենց ուժերով աջակցել էին փրկարարական աշխատանքներին՝ ապահովելով ջուր, սնունդ, տեխնիկական օգնություն։ Բայց շատերի մոտ հարցեր էին մնացել՝ արդյոք հսկողությունը բավարար էր, արդյոք համայնքի տարածքում հնարավոր էր ունենալ ավելի խորը հետազոտություն դեռ առաջին օրերին։ Եթե գետն էր պատճառն, ինչու որոնումներից 20 օր հետո միայն հայտնաբերվեց մարմինը, այն էլ այնպիսի հատվածում, որը նախկինում ստուգվել էր։ Այս լռությունը հաճախ ուղեկցվում էր նման ողբերգություններով։ Մարդիկ ուզում էին խոսել, հասկանալ, թե ինչ էր պատահել, ով էր վերջինը, ով տեսել էր երեխային, արդյոք տեխնիկական կամ մարդկային բացթողումներ էին եղել։ Եթե փորձաքննությունը և քննությունը ցույց տան, որ որոշակի փուլում տեղ են գտել վարչական, տեխնիկական կամ կազմակերպչական սխալներ, հնարավոր է մի շարք պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեն։ Այդ դեպքից անցել է ամիսներ։ Սակայն եթե այս ամենը պատահականության, անզգուշության և ողբերգական զուգադիպությունների հետևանք է, այնուամենայնիվ պետք է մշակվեն նոր կանոնակարգեր, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն, հատկապես փոքր տարիքի երեխաների անվտանգության, համայնքային վերահսկման, փրկարարական արձագանքման և որոնումների կազմակերպման առումով Հայաստանում անհրաժեշտ է խորը բարեփոխում։ Տիգրանի անունը մնաց յուրաքանչյուր հայի սրտում։ Նրա անհետացման և որոնման շուրջ միավորվել էին բոլորը, անկախ տարիքից, համայնքից կամ քաղաքական կողմնորոշումից։ Երբեմն կյանքը դառնում է այնքան դաժան, որ բառերը համրանում են, իսկ լռությունը աղմկում։ Տիգրանի բացակայությունը լռություն չէր, այժմ նաև նրա հայրիկի բացակայությունը։ Դա աղաղակող ցավ է, անբացատրելի դատարկություն։ Մի ամբողջ ազգ սպասում էր, աղոթում էր, հույս ու հավատ էր կուտակել, բայց իրականությունը դարձավ ավելի ուժեղ, քան մեր հույսերը։ Տիգրանն այլևս չկա։ Նա վերադարձավ այնտեղ, որտեղից եկել էր՝ երկինք, իսկ այսօր գնաց նրա մոտ նաև հայրը։ Մենք բոլորս ուզում էինք նրան տեսնել ողջ, ժպիտով, աչքերը փայլուն, վազվզելիս, խաղալիս, ոչ թե գետից գտնված, սառը, լռակյաց ու մենակ։ Բայց, ցավոք, այդ հեքիաթն ավարտ չունեցավ, այդ հեքիաթում չկար վերադարձ։
Հիմա ոչ միայն Տիգրանը, այլև նրա հայրը Աստծո գրկում են, այնտեղ, ուր չկա վախ, ցավ կամ բաժանում: Նրանք այնտեղ են, ուր միայն մաքրությունն է մնում, ուր մնացած բոլոր հրեշտակներն են, ինչպես իրենք էին: Եվ երբևէ զգաք մի քամի, որը գալիս է անսպասելի, մի բույր, որը ծանոթ է ու քաղցր, մի ժպիտ, որը հիշեցնում է նրան, հավատացեք, Տիգրանն է: Նա այնտեղից ձեզ է հետևում, նրա հոգին ձեր կողքին է: Իսկ գյուղում սուգ է: Գյուղը երբեք այսքան լուրջ չէր եղել: Այս լռության մեջ մի բան կա, սրտակեղեկ, խորը, անասելի: Մարդիկ քայլում են, բայց ինչպես ստվերներ: Գյուղում սուգ է: Ոչ միայն մի ընտանիքի մեջ է վիշտը, այլ ամբողջ համայնքում: Երեխայի մահը ցավ էր բոլորի համար, իսկ այժմ նրա հոր: Բայց երբ նա քո թաղի, քո բակի, քո փողոցի երեխան է, դա արդեն դառնում է կոլեկտիվ ողբ: Բոլորը սպասում էին: Օրվա մեջ մի քանի անգամ լուրերը թարմացնում: Եվ ահա, 20 օր անց, ցավը ստացավ իր անունը: Գտնվեց փոքրիկ Տիգրանը: Ոչ թե այնտեղ, ուր բոլորն ասում էին, այլ մի տեղ, ուր ջուրը չէր խնայում ոչինչ, ուր մարմարիկ գետի վարարող սիրտն էր խլում ամեն անցորդ հույս: